Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին համարում է կոռուպցիայի Էյնշտեյն, հիմնավոր կասկած հայտնելով, որ վերջինս Հայաստանի ամենից հարուստ մարդն է։ Այս մասին նա նշել է հայկական մի քանի լրատվականներին տված հարցազրույցում։ Ուրեմն կոռուպցիայի Էյնշտեյն։ Օրինակ Անիֆի բանը դուք հիշատակեցիք։ Ստեղծել հիմնադրամ, լցնել այդ հիմնադրամը 65 միլիոն դոլարով հարկատուների կողմով։ Հետո ստեղծել օֆիս։ Ինքեր Արազատ Խանամի բանման ընտանիքների անդամներ տեղավորել այդ օֆիսում, 2 ամիս այդ փողը անհետացել։ Այս մարդը Դեվիդ Կոպերֆիլդն է։ Գիտեք չէ՞ ով է Դեվիդ Կոպերֆիլդը։ Այդ որ շենքեր են կորչում, մեքենաներ են կորչում, ու անհետացել է։ Սա նոր խոսք է կոռուպցիոն մտքի հետ գործում, իսկապես նոր խոսք։ Սրանց ճակատներին պետք է sense տատու անել։ Կոռուպցիոն հանճարներ եւ երկիրը սարքել են sense կոռուպցիայի դրախտ։ Նա նաև հիշեցրել է, որ Փաշինյանի օրոք համահայկական հիմնադրամից $100 միլիոն փոխանցվել է բյուջե եւ անհետացել։ Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացն իրատեսական չէ։ Նա չի բացառել, որ այդ գործընթացն իրականում բխում է հենց Նիկոլ Փաշինյանի շահերից։ Լսում եք վստահ։ Այդպես են ներկայանում։ Ո՞վ է ներկայանում։ Որտեղ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ զորոյի ձգտող հավանականություն իմպիչմենտի բերելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանը 6 ամիս որը նման գործընթաց ունենալու կամ չունենալու երաշխիք ունենալու։ Ես վստահ չեմ, որ դա ճիշտ է։ Ոչի քարոզիչներ կան, որ մտել են այս խնդրի մեջ, իմ տպավորությամբ լավ չպատկերացնելու թե ինչ են անում։ Գործընթացին ձեր ընդհանուր գնահատականը արդեն տեխնացուներ կան, այնուամենայնիվ ինչ որ բան ընթանում է։ Ձեր քաղաքական թիմը խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր Ես չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար։ Նույնիսկ նախաձեռնողները ասում են, հա ինչ ա եղել, փորձենք չլինի։ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը Աննա Հակոբյանն օրերս վիրավորել էր իրեն քննադատողներին ու սպառնացել, որ պատասխանելու է իրեն ուղղված ցանկացած գրառման եւ ելույթի։ Երեկ նա անհատապես թիրախավորել է մի շարք անձանց, մասնավորապես լրագրող Անժելա Թովմասյանին եւ հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին, նա 2 տխմար է անվանել, իսկ ակտիվիստ Աթևիկ Վիրաբյանին ոչինչ։ Օրագիր Նյուզի հետ զրույցում մեկնաբանելով Աննա Հակոբյանի վիրավորանքները Էդգար Ղազարյանը համոզմունք հայտնեց, որ վերջինով պետք է զբաղվի ազգային անվտանգության ծառայությունը։ Ես կարծում եմ, որ միակ մարդն, ով իրենով ու այդ ընտանիքով պետք է զբաղվի, դա ազգային անվտանգության ծառայությունն է, որից հետո էլ քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննիչը։ Կարծում եմ ուրիշ որևէ մեկին Աննա Հակոբյանի ու իր ամուսնու գործունեությունը չպիտի որ հետաքրքրի, ասաց Ղազարյանը Փաշինյանի քաղաքացիական կնոջը կոչ անելով իր դարդը քաշել։ Անժելա Թովմասյանը եւս արձագանքել է Աննա Հակոբյանին նկատելով, որ թուրքեր ունեն առանձնահատուկ հոտ եւ յուրօրինակ տխմահարություն։ Կովկասի 2 ակլորներից առավել վաղկոտը նախաձեռնել է DOG-2 պրոյեկտ, որի գլխավոր դերում հանդես է գալիս զուգընկերուհին։ Լավ է, որ սկսել է պատասխանել։ Դա նշանակում է, որ հայկական լրատվամիջոցները 2018 թվականից հետո առաջին անգամ սկսել են հաղթել թուրքականներին, ընդգծել է նա։ Փակվի զինվորական դատարանում շարունակվում է Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ այսօր հարցաքննվել Արցախի 3-րդ նախագահ Բակո Սահակյանը։ Հաղորդվում է, որ դատախազները նրան հարցեր են ուղղել առաջին Ղարաբաղյան պատերազմին մասնակցության վերաբերյալ։ Բացի այդ, դատարանում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի ռազմական ղեկավարների խորհրդակցություններից մեկի տեսագրությունը։ Դրանում ըստ ապագործակալության Բակո Սահակյանից բացի պատկերված են նաև գեներալ Քրիստոֆոր Իվանյանը, Սամվել Բաբայանը, Մովսես Հակոբյանը, Վիտալի Բալասանյանը։ Այսօրվա դատական նիստին, ինչպես եւ նախորդներին, ներկա չեն եղել անկախ լրատվամիջոցների, իրավապաշտպան կառույցների եւ օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչները։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում նշել է նաեւ, որ 2018 թվականի ապրիլին զանգահարել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, հարցրել, ինչպես է գնահատում իրավիճակը։ Ես զանգել եմ այն ժամանակ 3-րդ նախագահին։ Այն ժամանակում զանգել հալա դեռ վարչապետ չէ։ Չեմ հիշում, դեռ ինչքան հիշում եմ հալա վարչապետ չէ, բայց արդեն պարզել որ ինքը պետք է լինի։ Խիեմ է զանգել նաև, որովհետև ինձ տարբեր մարդիկ դիմում են ասում են
մի հատ դու էլ ասա մեր ընդհանուր ծանոթները ոնց որ վիճակը ձեռից գնում է բան չի անում ես զանգեցի եւ ասում եմ դու վիճակը ոնց ես գնահատում պրոբլեմա ինձ տարբեր տեղից ոչի սա են ասում պրոբլեմա ծնագնդի պես սա գնում է դեպի լրիվ այլ ուղղություն կոնտրոլը կորցնելու եք ինքը շատ հանգիստ ասեց ինչ պրոբլեմ չկա ամեն ինչ կոնտրոլի տակ ինձ դա զարմացրեց ասի վստահ ես երեմի երկու անգամ ես նույն հարցը կրկնեցի շատ հանգիստ ասում ամեն ինչ կոնտրոլի տակ մի քանի օր հետո հրաժարական տվեցի 5-6 օր հետո հիմա երբ որ քեզ շատ հանգիստ ասում են որ ամեն ինչ կոնտրոլի տակ ամեն ինչ նորմալ է ընդհանրապես պրոբլեմ չի տեսնում ինչ պիտի անեն սա այն է ինչի ես մասնակից եմ եղել Եթե ես միջև այդ առանձնապես շփում չեմ ունեցել իրեն, բավական երկար ժամանակ։ Ես վիճակից ելնելով համարեցի, որ այնուամենայնիվ պետք է զանգել այդ ահազանգը նաև հասցնել իրեն, որովհետև մեր ընդհանուր ծանոթները սա ասում են, մենք իրենք խոսում ենք, ասում ամեն ինչ նորմալ է։ Մի հատ դու էլ փորձի, դու էլ ասա։ Ու ես էլ զանգեցի, ու ես հասկացա, որ շատ մարդիկ են դիմել ասա։ Հիմա ենթադրում եմ, որ իրավիճակի սխալ գնահատում է։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-ից 21 աշխատանքային այցով կժամանի Երևան։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, նշելով, որ երևանյան այցելության ընթացքում Լավրովը բանակցություններ կանցկացնի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, ինչպես նաև Վահագն Խաչատուրյանի հետ։ Շփումներն ընթանալու են զարգացնելով 2024 թվականի հոկտեմբերի 8-ին բարձր մակարդակում, ինչպես նաև Արարատ Միրզոյանի հունվարի 21-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նշված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում։ Պաշտոնական Մոսկվան հավելում է, որ կողմերը մանրամասնորեն մտքեր են փոխանակելու տարածաշրջանային անվտանգության, մասնավորապես հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորման թեմաներով։ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը իր ենթակաների հետ միասին ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելուց 20 օր անց այսօր հրաժարական ներկայացրեց։ Նա այդ մասին ասաց քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։ Սիրելի Նոր Նորքեցիներ, օրեր առաջ Նոր վարչական շրջանում տեղի ունեցած սադրանքը եւ դրա հաջորդած գործողությունները դարձան լայն քննարկման առարկա եւ հասան Հայաստանի Հանրապետության թիվ 1 ամբիոն, որտեղ սկսվեց քննարկվել իմ անձը եւ հանուն մանդատի ճամբարից ճամբար թռած նման երևույթներ սկսեցին քննարկել իմ վարկագիծը։ Համոզված եմ, որ դրան հաջորդելու է նաև դառնալու է շահարկման առարկա այն, որ ես լինելով Նոր վարչական շրջանի ղեկավար խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին։ Հետևաբար, պարոն քաղաքապետ, այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները որպես Նոր վարչական շրջանի ղեկավար։ Իր հրաժեշտի խոսքում ասաց նա, շնորհակալություն հայտնելով Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին եւ Տիգրան Ավինյանին։ Վերջինս էլ շնորհակալություն հայտնեց, ասաց, որ գնահատում է Տեր-Մարգարյանի որոշումը եւ կրկին զսպվածության կոչ արեց, նշելով, թե իրենց գործում սադրանքներ անընդհատ լինելու են։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև եւ նա իր ընտանիքի հետ ներկայումս քննարկում է բուժման տարբերակները։ 82-ամյա Բայդենը հետազոտություն է անցել մայիսի 16-ին։ Էքս-նախագահի գրասենյակից հայտնել են, որ չնայած սա հիվանդության ավելի ագրեսիվ արագ զարգացող տեսակ է, բայց հնարավորություն կա հիվանդության արդյունավետ վերահսկման։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր եւ կնոջ Մելանիայի անունից աջակցություն է հայտնել Ջո Բայդենին եւ նրա ընտանիքին։ Մելանիան եւ ես ցավով տեղեկացանք Ջո Բայդենի վերջին բժշկական ախտորոշման մասին։ Մենք մեր ամենաջերմ եւ լավագույն մաղթանքներն ենք հղում Ջիլին եւ նրա ընտանիքին։ Իսկ Ջոյին մաղթում ենք շուտ ապույտ եւ հաջող ապաքինում, գրել է Սպիտակ տան ներկայիս ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում։ ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբաման իր հերթին վստահություն է հայտնել, որ Բայդենը քաղցկեղի դեմ պայքարելու է վճռականությամբ։ Բայդենին զորակցություն է հայտնել նաեւ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը։
Շամշյան Քոմի փոխանցմամբ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կատնախպյուր բնակավայրի 6-րդ փողոցի տներից մեկից կրակ եւ ծուխ է նկատվում։ Քաղաքացիներն ու հրշեջները մարել են տանն առաջացած կրակը, որտեղ այնուհետև ծխապատ հատվածում հայտնաբերել են տղամարդու դի։ Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատնախպյուրի վարչական ղեկավար Գևորգ Մկրտչյանը Օրագին Նյուզին հայտնեց, որ մահացած տղամարդը գյուղի բնակիչ է եղել, տարեց, շուրջ 72-ից 73 տարեկան, նա ապրել է որդու հետ, սակայն դեպքի պահին որդին Երևանում է գտնվել աշխատանքի վայրում։ Տղան աշխատանքից տուն է վերադարձել եւ տեսել, որ հայրը մահացած է։ Մինչ այդ ոչ ոք ոչինչ չի նկատել։ Դեպքի հանգամանքները դեռ պարզ չեն, քննությունն է իրականացվում, ասաց Գևորգ Մկրտչյանը։ Մայիսի 20-ն է Կոտայքի մարզում Աբովյան նոր հաճն ավտոճանապարհի ժողովրդին հայտնի Աբովյանի կամրջի հարևանությամբ բախվել է Opel Comba եւ Opel Astra մագնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջին օգնության են ասել քաղաքացիները, եւ այս քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանակ հավանաբար Աբովյան բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության հասնող քաղաքացիները նշում էին նաև, որ օպերատիվ են գործել նաև ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր նույնպես ժամանել են դեպքի վայր։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։